Բարտահայտ նիստը որակարգ է բոլորը ծանոթ է, եթե որակարգ է հարցեր ունեն։ Միատ հաստ որակարգի 20-րդ հարցը, թե տպագրական թե ոնց է միատ նայես եկելի, հողի քանակը 5 հեկտար է, բայց որ ստորակ է ինչ տեղայից ինչ տպագրական։ Որտեղ ասել, քառակուսի մետր պետք է վերվածնի կամ զուամբուս։ Զրո չի տպվել։ Հա վերջ է թուղթը տպվելիս 1925 հեկտար է, քառակուսի մետր, հա։ Այն չարիչ, մի քառակուսի մետր վարձակալություններ եք ունեցել, աղավ ընդրեցել նրա բողն էլի։ ուղղակի ոչ մամետ ճիշտ կրեմ։ Հաց բողորելի լավ, եթե հարցեր չունեք, այլ հարցեր չկա, կնքրեմ հաստատել որակարգը, ովքեր են ծով դեն դերնապան չունեն, Կամ ուղղակի զրույցի։ Որակարգի երկրորդ տատը մենյան համանքարի համանքի ավասանում Լիզինգ է Արգել ավականներում լիզինգ է կապված խնդիրներ առաջացան, մենք երբ անգամ փոխեցինք իշխնասոց բանկի բայց վերջնական դիտողումյան ուղղակիություն ունիվան, որ սկզբից չեն պահանջել, այսինքն պայմանագիրի մեջ, ընդհանրապես դա պայմանագիրի մեջ էր գրած, գումարի չափը, բայց ասма մեր կարգը սենց է, որ հետևաբար համայնքներն նույն ձևին դարձել, մի խոսքով ավական որոշման մեջ պետք է նշվի մաքսիմում գումարը, այսինքն եթե մենք այս թվականից չենք վճարում բանկի փոխոսները, ինքը մաքսիմում կարա ավելանա մինչև 90 միլիոն, այսինքն ավական որոշման մեջ պետք է ավական պայման նշվի 90 միլիոն։ Մնացած բոլոր դեպքերում նա պահանջն ավելի Տեսեք, պայմանագրում կենտրոնական բանկի պահանջ կա, որ սահմանադրում է, մեր գնվող տեխնիկան արժե 51 միլիոն 500 հազար դրամ, մենք 51 միլիոն 500 հազար դրամի համար պայմանագրում ենք կնքում ձեռքբերում, բայց ընդհանուր երաշխավորության պայմանագրում ինքը նշվում է, համայնքի երաշխավորում 92 միլիոն 700 հազար դրամ։ Կենտրոնական բանկի պահանջը, որ վերևի շենը սահմանափակել, ենթադրենք այս պատճառը մի տարի հետո համայնքը սկսեց չվճարել տոկոսները, այս գումարները կարողացում ինչի 91 միլիոն 700 հազար Բանի դրանից։ Եթե մենք վճարում ենք նորմալ ժամանակացույցով, որից խնդիր չի առաջանում, մենք վճարում ենք 51 միլիոն 500 հազար պլյուս տարեկան, դե ինքը լիզինգը տարեկան 15%-ով է հաստատվել, որից 10%-ը պետական սուբսիդավորումը, 5%-ը համայնքն վճարել։ Պետական աջակցության ծրագիր է, էլի սահմանափակ։ Այսինքն, եթե մենք ժամանակին վճարենք, որից խնդիր չի առաջանում։ Եթե աստվածչանի ժամանակին չվճարենք, ոնց է սահմանափակ կա, որ 92 միլիոն 700 հազարից ավելի ինչ աշխատի աստվածչանի իհարկե որ խնդիր առաջանա, դա համայնքը լրացուցիչ պարտավորություն չի։ Սա կենտրոնական բանկի պահանջ է, այդ պայմանագրում պարտադիր ֆիքսվի, բանկն մեզանից պահանջում է խնդրում է, որ պարտադիր ավական որոշման մեջ այս ամեն ինչը տեղ ունի։ Հիմա եթե ստեղծկարտակ շաբլոնային ընդհանուր գրված է, որ կար արտատանումներ կա արտարժույթի բարձրանալու ջերիչներով, բայց մենք կարող ենք դրամով ենք զարգանում, օրինակ կետը մեր վրա չի ազդում։ Բայց լիզինգի պայմանագրում ինքը ֆիքսվում է, մեզ ասել են, որ ուզենան, որ ավական որոշման մեջ այդ տողերը լինի, որպեսզի ճիշտ լինի ավական առումով, մինչև հետևյալ մի քանի համայնքի տարել են, այս նույն ձևով են արել, մեր ուղղակի մեզ ավական սրտեն վերջը իրավաբանները եկել են քննարկել, այստեղ լրացուցիչ որից էլ բան չկա։ Երաշխավորության պայմանագիրը տրվել է 92 միլիոն 700 հազար։ Համայնքը երաշխավորում է այսքան գումարը։ Բայց համայնքը վճարում է 51 միլիոն 500 հազարի համար, պլյուս իր տարեկան։ Իսկ այդ տեխնիկայից մենք ունենք ոչ։ Տեխնիկայից մենք ոչ թե չունենք, այլ մեր ունեցածը դրա համար կարելի է ոչ միայն չափերով ինքը դուշի է, ինքը բազմաֆունկցիոնալ է, մի քանի ֆունկցիաներ ունի, վերջը մասնագետների Մարս բունի մաստով գրեյդ է, իսկ մեր էլ է։
Չէ, փողոցները դաշկատը չի։ Այնուհետև ինքը շատ կարևոր է այսօր, ոչ թե չափսերով է, լո։ Իր աշխատանքը ամեն դեպքում մեր ունեցած ժամանակ ինքը շատ Ժողովրդի մենք լուրջ ենք իրեն համայնքները խճապատելու, բայց գրեթե պատճառով ենք անտակ կալ։ Այնքան դրա վրա ծախս են տայել, հոգիները դուրս եկել, մատորնան ելել հավաքած բանակ, հետներ փուչեք է մեր ունեցած տեխնիկան կարող է հետներ փուչեք է, մարդի, այս մեծը չի մտնում բնականաբար, այս մեծը լուրջ տեխնիկա, ու կա սաղթերը բավարան 10 տարով նրանք սախանի ֆունկցիալով լուրջ տեխնիկա, այս ոնց որ խաղալուշ կարող կայք փոխել են, դիխերեն փոխել են, մատորան հոգիներս Միքալի հետ, Միքալի Տարեկան 5% է, չէ՞։ ասինքն որ 10 Անսական վիճարը կամ տարեկան վիճարը ինչքան ամեր կա։ Հիմա սանիտարական 60 ամիս վճարեն կարող չի, մի աստվածտարան ինչ լավ ունի համանքի բյուջեն մի քիչ։ Ուղղակի դե հիմա 93 միլիոն համարյա ռիսկ է։ Երաշխավորում ենք, որ 93 միլիոն երաշխավոր է կամ հիմա 10 ավելի, բայց վատի դեպքում արդեն տեսնորեն եզրազենք 93 չի պայմանագրում ապնջանքներ լավ դիաբետ ունես։ Պայմանագրում գրած է յուրական շուշատ մամով համար աշխատում ենք այսքան թույժ, այսքան թույժ։ Իսկ 92-ը մեզ է դրած սահմանապատում։ Մի ոսաչանի երկարդենք չմուծած դառնահարություն ունի։ Բայց դա մենք անխավարկած ենք գնում, որ պետք է ավար վճարենք։ Հարաբես պայմանագրերում նշվում է համայնքի հետ է։ Համայնքի դեպքում ասա։ Ֆիզիկալ կանանցի դեպքում կարող է մի քանի անգամ բազում պատկերով գնել, ոնց ասում, 1 միլիոն դրամի 17 միլիոն կանոն փոխ։ Հիմնականում պայմանագրերում նշվում է 170 օր աշխատում տուժտուգանք, 270 օր աշխատում, օրերի քանակով ու գումարի տեսքով ես հանդիպան չկա այդ դրամը։ 90-ից մեջ նաև 3%-ային աշխատում։ Սովորական է 10%, որ ասում եմ։ Հա, տարեկան։ 10-ին էլ Եթե պարզա ընտրեն որակարգի երկրորդ հարցը, դրանք քրեարկության ովքեր են կողմ, դեմ ձեռնպալ, որակարգի երրորդ հարցը երկրորդ է, դրանք պարզալանի ասություն։ Հայքերի ավականները կավարվել են դույն օրենքի 18-րդ դեպքի առաջին մասի 21-րդ դեպքում և հաշվի առնելով, որ նոր թուրքն մինչև Բենգուրյան ամենապետարանի իշխանության 24 թվականի դեկտեմբերի 25-ի դող Մեմբերյան հետազոտական կենտրոն ստեղծելու համար հուշագիր, ինչպես նաև հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, առաջարկում է քաղաք Մեմբերյանի Մարիսյան երկրորդ 2.5 տնով 336.99 քառակուսի մետր մակերեսով մեծ տաղավարից 155.39 քառակուսի մետր տարածքը հատկացնել ՆԹԿ-ին տվյալ կենտրոնը բացելու նպատակով։ 10 տարի։ Այո, 10 տարի ամրատի ժամկետով, քանի որ տարածքը իրավական մասով թերություններ այս ընթացքում բավականին լուրջ կոմպենսացիաներ իրականացնել վկայականի ճշգրտման և տարածքի իրավական մասի ապահովման համար մոտ բոլոր փաստաթղթերը առկա են, կարող են ներկայացնել վկայականները։ Մերջանի ծրագրից կարասում երկու մանրամասներ ասում, ավականի պետասվածները, ինչքան
ներկայացնեմ մի փոքր մանրամասներ, որպեսզի դուք եք իրազեկ լինեք, բավականին լուրջ գործունեություն է եկել նոյեմբերյան կենտրոնը, ինքը երիտասարդների համար կենտրոն է, ամբողջ համայնքի երիտասարդների համար եւ ապահովելու է բոլորի մատչելիություն եւ հասանելիություն։ Վերջի 4 տարվա մեջ դպրոցի կողմից անընդհատ հայտեր են ներկայացվում նաև արդեն իսկ պահանջներ, որ յուրաքանչյուր համայնքում լինի նախարարության կողմից հստակեցված չափորոշիչներով երիտասարդական կենտրոններ։ 4 տարի մենք անունով մեջ այդ ուղղությամբ լուրջ գործեր ենք արել, տեղական հկներն ենք փորձել ներգրավել, սակայն քանի որ նախարարության կողմից ստանդարտները բավականին աշխատատար էին ու լուրջ էին, տեղական հկները այդ գործի մեջ համաձայնվեցին համագործակցել, լոֆթ հկն արդեն մասնագիտացված է ուղղությամբ, տարբեր քաղաքներում ունի կենտրոններ երիտասարդական, իր մայր գրասենյակը գտնվում է Երևանում եւ այս համագործակցությունը եղել է եւ Նոյեմբերյա համայնքապետարանի եւ իրենց կողմից փոխադարձ քայլեր։ Արդյունքում մենք ունենք հրաշալի ծրագիր, որ հույս ունենք, որ շուտով ժամկի կփոխվի, իհարկե եւ ձեր համաձայնությունը տա։ Փակ շուկայի տարածքում։ Այո, այս պայմանների ունեցել, որ դա որպես շուկա պետք է աշխատել, որ փողը վերցնել է համայնքի համայնքը վերցնել է, այդ ձերի պայմանների ունի Ինչ պայմանների ասում իրավական մասով շենքային տարածքը այսպես ասած օդում կախված է, ուղիղ մի տարի այդ գերությամբ չարչարվում են, ընդհանրապես իրավ հնարավոր չէ ոչ մի ձևով օգտագործել, որտեղ ուներ ինչ-որ ծրագրի շրջանակներ ու սանկցիաներ են շինությունը։ Դա զարգվել է որպես որ օգտագործվում որպես շուկա, այդ շուկայի բանով պետությունից հետ ավերցնել։ Այդ տարածքանի իրավաբանական է տնկինի ոսկի Ինքը ջայզեք ու միջազգային ոսկերների կողմից սարքվել է առանց իրավական հիմնավորումը։ Ինքը օգտագործված միակ տարածք է։ Ոչ մի փաստաթղթություններ, ոչ վկայական, ոչ չափանիշներն էլ ճիշտ, այդ ընթացակարգը ապահովվել է եւ նախկին դոնորներ առանձին։ Նախկին դոնորը ուղղակի շենք ընդունել այդ ծրագիրը Պայմանների կարգավորվածը կետ կա, որ պետք է հենց համար օգտագործել։ Եթե նույնիսկ պայմանների առկա է նախկինում, ինքը վկայական չուներ, տարածքը, շենքը, ոչ մի բան չուներ, սխալ չամակրկած։ Ինչ անել։ Կարող եք վկայականը տեսնել, ընդհանրապես Փոխեցին նույնիսկ միկրոավտոբուսները տանտեսեցին, մարդկանց շարժվում, որպես շուկա մարդկանց ով չի կարող ասել, շուկա է։ Այդ լավ է, որ գործընթացական Չէ, ինքը գաղափարը շատ լավն է, վկայական ընդամենը 20 օր առաջ են կարողացել ու մեկ տարի չարչարվել են, որտեղ շենքը սխալ էր գծագրված, շինությունները նախագծին չէին համապատասխանում, ստիպված հիմա նոր նախագծեր կան արդեն կենտրոնի, կարող եք նայել, ինժեներական աշխատանքներ կարող եք ուսումնասիրել, մանրամասն կան, իհարկե շենքի մի մասն է տրամադրվում, մի մասը մնում է տրամադրվում է այսքան տարածք։ Մեծ կենտրոն, ամեն ինչով։ Դեպի են կողմը թե դեպի մեզ։ Չէ, դեպի են կողմ։ Հա, են մի կողմնա, այդեղ իրանք վերանորոգում են անելու, տեխնիկապես հագեցած կենտրոն է լինելու ժամանակակից ամեն ինչով եւ սպասարկելու է ամբողջ համայնքին, բացի դրանից բավականին լուրջ ծրագրեր են ենթադրում երիտասարդների Մոտով ուզում եք տեսլական հասկանում, մոտով ուղղվածությունը ինչ ասես տարվա մեջ հնարավորում եք ինչ ծրագրեր այլ։ Երիտասարդական կենտրոնները իրանք միտված են ոչ ֆորմալ կրթության ապահովման համար։ Այսինքն այն բացերը, որ
կան դպրոցներում, այն բացերը, որ կրթական պետական չափորոշիչի չունի, այդ կենտրոնները լրացնել։ Հիմնական կրթական։ Այո, հիմնականում կրթական, պլյուս նաև զարգացման ծրագրեր։ Հիմա այս գործի մեջ շատ լուրջ մարդիկ են ներգրավված, ովքեր մեր համայնքից են եւ միջնորդավորել են Սպահին Եվրոպայում դասախոս Սոս Խաչիկյանն է դիից, ով ինքը խոստանում է, ոչ թե խոստանում է, ուղղակի ուզում է, որ շատ ծրագրեր բերվի մեր համայնք երիտասարդներին ուղղված, ասում են ինչ որ այս կարմիր ուրիշ համայնքներում անեն, անպայման կանեն մեր համայնքում։ Պահանջարկի հարցն էլ է ուղղակի այդտեղ վաղ դուք հաշվի եք արել ուղղակի առաջարկը կարելի, բայց արդյոք այդքան պահանջարկ կլինի, դպրոցներից դուրս այդքան աշակերտներ, այդքան ակումբներ։ Ինքը դպրոցների հետ ընդհանրապես կապ չունի։ Ինքը դպրոցի հետ կապ չունի։ Ինքը մենք դպրոցի աշակերտի ժամանակը չենք ստացել։ Ոչ ֆորմալ կրթություն, դա դպրոցից դուրս։ Իրան ցանկությունով դպրոցի աշակերտի կարան նաև այցելի Միանշանակ ինքը բաց է լինելու ամբողջ օրը, բայց կեսօրից հետո աշակերտ։ Անասին լոգոպեդի բան է, որ չկա։ Չէ։ Ինքը կենտրոն է, որտեղ ժամանակակից մոտեցում է երիտասարդական։ Այսպես ասեմ, երիտասարդների շփման կենտրոն։ Մենք հիմա մի քանի ջուրերում ունենք երիտասարդական կենտրոններ, մենք բոլոր ջուրերի ակտիվ երիտասարդներին սենց համախմբած իրանց հետաքրքիր նախաձեռնություններով ու ծրագրերով ժամանակ առ ժամանակ կազմակերպում ենք այդ հանդիպումները, դա սարում, թե անտառում, թե ստեղա, երեխեք գալիս են հետաքրքիր ամեն ինչ անում են, որ այդ երեխեքը ներգրավվածում են համայնքային կյանք ու շատ լավ սերունդ ունեն, շատ լավ, շատ գիրք զարգացած երեխեք ունեն, որ բարձր դասան երեխեք են կանայք մինչև հիմա այսքան տարի աշխատում են։ Հիմա սա այն չարբերակն է, որ այս ամեն ինչը համախմբում են այս կենտրոնում։ Այս մեզ համախմբակի պետության նաև աջակցություն է տա, նոր 25 թե 26 միլիոն դրամ կարտելներում են անում օրգաններով են։ Պետական աջակցություն։ Այո, պետության բանաչաստ։ Բոլոր համայնքներում երիտասարդական կենտրոններ, ուղղակի մենք այդ առաջիններից մեկն ենք, որ ստեղծում։ Իսկ այդ յուղական պայմաններում այդ երիտասարդական կենտրոնների ասողությունը դպրոցից երբերական դուրս ակալի կամ Ես կոտրին ծանոթ եմ։ Ես դրա համար հենց կոթի կենտրոնի համարել ես երեխանց համար անհանգստանալով, որ պետք է այդ երիտասարդական կենտրոններում լինի այնպիսի պատասխանատու մարդ, որ երեխան երբ դպրոցից դուրս է գալի, մեր պատասխանատվությունից արդեն դուրս է գալի, հետո այլ բան է ստացվում, հետո հետ է գալի, որ դա դպրոցի կրթություն է, ես ուզում եմ հասկանամ, տեղի կենտրոնի պատասխանատու մարդ կա, թե ոչ, և ինչպես է դա գործի։ Հիմա ես ձեզ ասեմ, քանի որ ես նախապես եմ նշեցի, մի փոքր նախապատմություն անեմ, հետո ձեր հարցին կպատասխանեմ։ Նախապես եմ նշեցի, որ այս նախագծերը կրթության նախարարության կողմից արդեն երևի մյուս տարվանից պարտադրվելու են բոլոր համայնքներին։ Քանի որ նախարարությունը ինքը քաջատեղյակ է, որ մեր համայնքում երիտասարդներին ուղղված լուրջ աշխատանքներ են անում, ինչը ցավալիորեն զարմացա, որ տեղյակ չէ, որտեղ իմ կարծիքով պիտի որ տեղյակ լինեի։ Գերա Բաբայանի հետ շատ սեր կապերի մեջ են։ Մենք խորհրդակցական երիտասարդների մարմին ունենք 19 այս երկու քաղաքների եւ 17 նախավարների երիտասարդների մի հատ ցանց են։ Երևի մեծահասակներից ավելի շատ են իրան համախմբվել, քան մեծահասակները այս համայնքի խոշորացում, ոնց իրանց վրա առաջին ներվում, ու իրանք արդեն 4 տարի Գերա Բաբայանի ծրագրեր են ներկայացնում, այդ ծրագրերը կատարվում է, առաջարկներ են ներկայացնում, իհարկե հանդիպումների վայրը լինում է տարբեր տեղ, լինում է բնության գրքում, լինում է այս դահլիճում, լինում է ինչ-որ մի հատ փակ տարածությունում, կամ իրենց դպրոցում, կամ համայնքապետարանի Գերա Բաբայանի սենյակում, ու նախարարությունը քաջատեղյակ է, հիմա ես հսկողության մասին եմ իսկ մոնիտորինգի պահում, այո, սա ես հսկողություն եմ ասել,
ու քանի որ կենտրոնը բացելիս այս լոֆտը եւ նախարարությունը եւ մենք համատեղ կարգերի գնահատում ենք արել, մեր համայնքում իհարկե այս խնդիրը կա, ինչպես Հայաստանի բոլոր համայնքներում։ Կենտրոնները բացվել են, հիմա ասեմ, այս պահի մեր համայնքում 6-7 երիտասարդական փոքր կենտրոններ են գործում, որը կրթական չափորոշիչի հետ չի համապատասխանում, այսինքն նախարարության ներկայացված ստանդարտների հետ ինքը չի համապատասխանում։ Ուղղակի գյուղի երիտասարդները ունեցել են կարիք որևէ մի ՀԿ բացել է։ Դա համայնքապետարանի, մենակ համայնքապետարանը աջակցել է, տարածք է տվել, երեխաներին ընդառաջել է տրանսպորտային միջոց է տվել, որոշակի գույք է տվել, դա ուղղակի որպես աջակցություն մարդասիրական մոտեցման։ Բայց այդ կենտրոնները ոչ մեկը ԿԳՄՍ-ի չափորոշիչին չի համապատասխանում։ Սկսենք տարածքային առումով, սկսենք ծրագրային առումներով, այսինքն լուրջ դասը։ Ներողություններ մի հարց, ուղղակի ավելի հստակ բոլորս իմանանք։ Լոֆտ Նոյեմբերյանը բացվեց։ Լավը բացել է։ Ընդեր լինելու է կոնկրետ Պողոսյան պատասխանատու որ ամեն օր ինքը ընդեր լինելու ու այդ ամեն ինչ համակարգը։ Պատասխանատու ամբողջի համակարգով։ Այո, այդտեղ լինելու, ես բայց Ալաբյան, ես կներեք Տիկին Մելիքյանի ասածը ես գիտեմ ինչ ասում։ Եղել են իրավիճակներ, որ այդ ամեն ինչը բերել է շատ լուրջ խնդիրների։ Հիմա խնդիրը հետևյալն է։ Թղթի վրա գրած Պողոսյանը ասել է ես պատասխանատու եմ, բայց ամիսը մի անգամ անգալու թե ամեն օր ինքը առավոտը 9-ից մինչև 2-6-ը դեղալի։ Դրան այդտեղ կա հիմի գյուղական պայմաններ, երկար երիտասարդական կենտրոն։ Օրինակ, բաց տեքստով ասում եմ, Կոթի երիտասարդական կենտրոնի պատասխանատուն ով է։ Ես ուզում եմ դա իմանալ, այդ ամոթան կգալիս է ինձ։ Ես դա շատ վատ եմ։ Հկան բացել է, ինչպես ես նշեցի, ինքը հկան բացել է, ինքն էլ իր պատասխանատուն նշանակել է։ Ով այն է, ես ունիկ չեմ կարող հասկանալ դրա պատասխանը։ Ձեր որ երիտասարդական կենտրոնի մասին է խոսքը, դուք երկու հատ ունեք։ Ես փոստի 3-րդ հարկի երիտասարդական, այո, ով է դրա պատասխանատու։ Իստի ժամանակ է Ես ուզում եմ իմանալ դրա ձևով Ես բաներ կատարում, բայց հիմա ես էլ եմ իմացել, որ այնտեղ խնդողները նույնիսկ ասեն ավելի լավ փակ է։ Ես նորից եմ ասում, ես այդ ամոթանքը ստանում եմ, ես չեմ ուզում այդ ամոթանքը ստանում։ Ես ուզում եմ մարդը պատասխանատու լինի, ու դիմում եմ ասում, ես պատասխանատու չեմ։ Ես պատասխանատու մարդ եմ ուզում, որ ասեմ, ժամի 3-ից հետո երբ երեխան հաճախում է, դա շատ լավ է։ Բայց երբ ժամի 3-ից հետո երեխան հաճախում է, հետո ընդհանրապես իրավիճակ աստացում, որ այդ ամոթանքը հետո ակա, ես դա չեմ ուզում։ Ես խնդրում եմ գրավոր ուղղակի հարցում արել։ Բանավոր պետք չի հարցնել, գրավոր է քույրի դիմեցի։ Ով այլ Ես գիտեմ այդ քույրի գլխավորը Լիլիթ Սինդոյանն է եկել, իսկ մեկ Գյուլնարա Անդրեասյան։ Դե Գյուլնարա Անդրեասյան գրավոր չեցեք այդտեղ պատասխանատվությունը թող վերցնի վրա։ Օգուստը վերցնի։ Ես նորից եմ կապուտի դա փակվի, որ մենք ամոթան չստանանք։ Ես երբեք բողոքարկի ձևով չեմ ստանում։ Սա ուղղակի երբ մենք կկանենք փաստի առաջ, դա արդեն շատ դուրս խնդրի կառաջացնի։ Ես դա չեմ բացել, որը կրթական ես ինչ բացամ, բայց բացել եմ։ Այնտեղ հավասում է, չի բարի յուղերը խա։ 6-7 ԿԳՄՍ-ն աշխատատեղեր ատեղ բացել։ Այո, 6-7 յուղերը խա։ Ինքը նախարարությանը ենթակայության տակ կենտրոնի։ Երիտասարդական աշխատող։ Մի հոգ մի հասնի կատարելու Այդ չգիտեմ, միգուցե 3 հասնի, ես տեղի ասում։ Ես գիտեմ, որ Ուրեմն կենտրոնում տեղի մեկը պատասխանատու լինի այդ միանշանը։ Այդ տարի երեխաների պատասխանատու չեմ դա անհնարին։ Ես որպես մանկավար դա Ես չեմ ես պատասխանատու մասը չլինի, Ադեմ ես մի քանի տան եմ հաջացել եմ, որտեղ 6 հատ աշխատող եղել է։ Եվ խոհարար, և համակարգող, և երիտասարդական
Իգինանայք, իսկ ավելի կոնկրետ լոֆտն են դրան հիմա պատասխանատու արդեն կա նշանակված որ Այս ինքնազգալի բանին ոչ, միջև որ հավաքանին եք տարածություն համաձայնի տալ, մենք դե պայմանագիրել կողմոսը, ինքը ինչքան գիտեմ այո, ինչքան Տեխնոլոգիաներին մենք ենք տալու կամ ոչ։ հայտեր Տեխնոլոգիաներին մենք կգմսնա կարող այս ամեն ինչը կառավարելու համայն գտնվել տարածքադրում վառնում եք կան կգմսեն ասում ինչի է լավ աշխատում կամ ինչի չի լավ աշխատում հիմա եթե համայն դստե պատասխանատվություն ունի իմանամ Սեն կա, ծրագիրը պետք է հաստատի, որ կգմսեին ներկայացի, ասի, որ բա հաստատել ավականիով, պետք է ասես կանգումար ֆինանսավորեցեք, օգնեցեք եւ այլն եւ այլն։ Ինչեւ ավականի չհաստատի, դա կգմսեն լենի չի ասի, հա, դա հարված։ Իսկ այս լոֆտը ինչ կարող է մենք ստեղծել ես այդ Չէ, ինքը Երևան գործող մեծ բազմաց լոֆտը մենք չենք ստեղծել մեզ դիմել են տարածք տալու համար է սենց ասած մենք տարածքը տրամադրում ենք լոֆտը եւ կգմսնի այդ համագործակցությունը ըստ պատասխանատու նշանակված Ավականի հաստատումային ես կանգումարը, ավականը հաստատումից հետո նոր լոֆտը կստանա 26 միլիոն։ Ահա Երիտասարդական կենտրոնի դուք ինքն եք Մենք եթե չհամաձայնենք, եթե դեմ ենք սրան, 26 միլիոնով ատառ մեր հաստատելուց հետո, բայց գործի Գտնվեցին վերանորոգման, համալրման, բոլոր ծախսերի գործի բոլոր գնումները, բոլոր ծախսերը, այս նախահաշիվները, նախագծերը, բոլորը կազմակերպությունն ինքն է ծախսել։ Ուղղակի եթե դուք նախարարության մեջ ինժեներեք, ընդեղ մանրամասն կա, որ յուրաքանչյուր համալիրում պետք է լինի կենտրոն, այս չափորոշիչներին համապատասխանում։ Պիտի Թամարայի ասած կենտրոնը չի համապատասխանում։ Ես այս 4 տարի ասում եմ, ճիշտ է, կնել գրագիր են շահում։ Կենտրոնն են Բայց մենք չենք էլ կարող արգելել, ծրագիր են շահել մարդիկ։ Ես ընդունում եմ, բայց երբ տվյալ գյուղում, տվյալ համայնքում, մենք մեր երեխեքն են այնտեղ հաճախում, մենք աչքներս գրավոր, ես գրավոր չէ, ես փաստը արձանագրում եմ, որպեսզի գրավոր ինչ գրես։ Բանավոր ասել է, գրավոր պահանջեցեք, ով է համակարգողը, ով է պետքի գրավորել։ Գրավոր գրելը բաց չկա, դրամատական ապավ։ Երբ տվյալ տարածքում է, ուզում է երկրից կենտրոններ իջածում, այդտեղ դաշական նկարը կա, չէ՞ իրա գյուղում ակատարել ինքը չի կարող։ Ես իրար ուզում եմ ասել, ես հետո ասել իրարով այդ Ես ինքան բաղարել եմ եմ խմբակներ, կահարիցել եստեղ ենտեղ ժամ 3-ից հետո, եթե ուզում ինչ-որ մի ուրիշ լրացուցիչ կրթական բանալի գնում են ասեք բնդեղ սպորտային խմբակա, երաշտական խմբակա, ենքանդեց իշտ են ըտեղ հատուկ նոր բանտիա բացվի լուտնատեն ըտեղ կողքումներ լավ կարեղ են են շապուժը զբաղվա, լաչուներ կա, բերթավարներ կա, զբաղում են էլ իստեղ եղա սպորտի Իրանց մազնոր դաղավարի նոր ծրագրեր են կազմում ու ներկայացնում, որը բնապահպանատություն, որը սոցիալական դեր եկել ծրագրեր կազմում ներկայացնում Ես սրան համակարգել Պողոսի կանես, եթե Սավետ միլիոնը նվեր չեն տալի, քիչ գումար չի, այսինքն այդտեղ գույթավնելու, տեղի որ պատասխանատվելու դրա։ Ես ուղղակի ինձ այելի ասենք, դրանց չեն գցելու հետ։ Ես հետաքրքիր գիտեք որն է, համայնքի միջամտություն կա այդտեղ, թե ոչ։ Այո, երակողմա Թե վերահսկողության պահով, թե ասենք այդ կադրերի նշանակման պահով, եթե իրականում համայնքը իրավասու է այնտեղ կադրերի տեխնացու կամ ասենք նշանակելու, դե բնականաբար արդեն համայնքի վիճակի է եւ վերահսկելու։ Ինչի մասին է։ Դե եթե կրթության գիտության նախարարություն 26 միլիոն է տալի, ուրեմն պատահական չի տալի այդ գումարը։ Ես չեմ կարծում, ուրեմն մենք չգիտենք եթե իրանից ինչ է ներկայացում, ուղղակի ինչ ունենք։ Վեճը դրա հետ չի կապ։
Եթե ասեմ ձեզ, տիկին համարա ասեմ ձեզ, եթե կա այդ նման կենտրոնը այսօր վերահսկողությունից դուրս է, էլի չգիտեմ, ես ում վերահսկողության տակ է, այսինքն չէ, ամենայն դեպս համայնքում մարդիկ կան, որ պետք է վերահսկեն, չէ՞ դա։ Դե այս հետ եմ ասում, հենց ինձ ոչի տվել, տվել այն ինչ-որ նպատակի համար, որ պետք է ծառայի։ Ես որոն բազան չեմ տենում, եթե հետևողական եմ, տենում եք, եթե տենում եք ուրեմն։ Իմ ամբողջ նպատակը կենտրոնում լինի Այդ կենտրոնը սարքվել է, մեր երեխեք այդտեղ հավաքում են, մի ասած կոնկրետ դեպք։ Այսինքն հավաքում են ոչ իրական նպատակի համար։ Այսինքն ես չգիտեմ, վերահսկողության ումից պետք է պահանջես։ Հետ եմ, մեր հետեի կանորեն, որ ծրագիրը շարը։ Եթե հետեի կանորեն նա հիմա տիկին համարան, որ ասում բանը դպրոցին ամոտ ամտագալ, դպրոցը ժամը 3-ից հետո նա ասաս կապ չունենա, խի պետի դպրոցին ամոտ ամտան, նույնա թե ծնողներին ամոտ ամտան կամ գյուղապետին կամ հետեքել տնօրենությանը, ասեն դպրոցին ինչա մարդկի ամոտ ամտան տիկին համարա, որ ինչ են լինի Եթե երեխեքը հավատում են, այդ երեխեքը կարող Պողոսի տաննել հավատում են, ունի վատ բանա, եթե նպատակով վատ բանն է, էլի։ Հիմա այլ բանա, որ մենք չենք ընդունում այդ կոնկրետ կազմակերպիչին, դա ուրիշ բան է։ Ասեն, կոնկրետ այսպիսին է դերը, բայց եթե վատ բան ուզենան անեն, ասեն, կնենք այդ երեխեքը հիմա քանի անդամ հանդիպել են հետաքրքիր նախաձեռնություններ են ունեցել, որ նախապահպանան ծրագրեր են եկել։ Բայց կոնկրետ, եթե դեպք կայլած, դանդալի ուրիշ հիմար ասենք, մարդկանց կանչենք ասենք, ես հյա ձեր մոտես, կանչենք պատասխանատվության, ոչ թե մեր նպատակ է կենտրոնը փակելն է, այլ նորմալ մարդուշանակ է, որ այս ամբողջ կենտրոնները համակարգող չգիտեմ հիմա այդ ֆինանսավորումը ենթադրում եմ, որ եթե կգմսել նախաձեռնել նաև այդ ֆինանսական միջոցներն է տրամադրել, բայց տեխնոլոգիաները մենք ենք տալու, թե ով լինի կենտրոնների Դե շատ կարևոր է, եթե ասենք ինչ-որ բան, այն չդի կոնե ասենք վերահսկողությունը լինի, այդ լեցակը որ կոնե կարող Չէ, որ բարձի թողի ասենք իրանք այս լեցան այդ երեխեք իմաստ է երեխեք Ամենայն դեպս կադրը պետք է երասարտական աշխատողի վերապատրաստում անցած շուկա, ինչի որ պրոգրամասն հայտարարել է։ Այս են դեպք նա, որ գնանք պետք մենք ողջուն ենք, էլի Ներողություն, ասիկ, եթե մենք ողջուն ենք, շենքը գնում է ոչնչացման, ես հետ եմ Դե շենքի ոչնչացման, ինչ կա շենքի ոչնչացման Երիտասարդական կենտրոն ստեղծելու խնդիր կա, որ զրինք ավելի լավ աստեղ օգտագործել ես հատվածը, քան ուրիշ տեղեր չեն գտնում, որովհետև դրանց պայմաններն են, կոնկրետ տեսան կարողություն մենք մի քանի տեղ ենք պապոնստուններ ենք տարել, որ պապոնստան մասնավոր սեկտորի ետեր են դոզել, որ մասնավոր եկան կամարացին տեսանքի վրա, որ չեն գտպատակին ծառայել, համեն է պետնոզյունները բերենսել անվերի Ինքը պաստերին պրոգրամասն մեզ առաջարկում է կենտրոն ունենալ, բայց մենք չենք կարողանում իրանց տարածք Եթե ասենք հիմա դա մենք ընկեցինք այդ պայմանագիրը, մի տարի հետո մենք տեսանք, որ անարդյունավետ ինչ-որ բան է, մենք իրավասու ենք նորից այդ պայմանագիրը չեղյալ հայտարարելու պայմանագիր, մենք ունենք այդ իրավասու։ Եթե վճռած ասը տարով, այսինքն մի տարի հետո մենք տեսանք, որ ինքը նպատակային չի։ Պայմանագիրի կետերի շնորհիվ Դե նույն ձևով ասենք շուկան չի գործում, ասենք թե հիմա կարող է մի օր գործի, թե շուկան եչանա, որ պետք է այդտեղ ինչ-որ մի ուրիշ բան բացվի։ Շուկան հետ չէ։ Դե մի մասն է վերցնում։ Պասը Սաֆարյան, ինչի։ Ես ճիշտ ասած, տես թեմայի մեջ ուղղակի զուտ ինֆորմացիա առումով ասեմ, Ժորժ ջան, այս ամեն ինչը կառավարության կողմից առաջարկված ծրագիր է, սա ոչ թե համայնքապետարան այն որից է դոնորեն ինչ-որ կարող բանը հերթական ծրագիր է, որ ասում ենք փակվի, չփակվի։
Դա կառավարության կողմից առաջ մղող ծրագիր է, ասենց ասած, վերջերս գարուն էր կարծում, եթե ճիշտ եմ հիշում, Հայաստանի ազգային ժողովը օրենք ընդունեց երիտասարդության մասին։ Ու հիմա հաջորդ քայլով համայնքներին ընդհանրապես նույնիսկ պարտադրական գաղափարներն, որ երիտասարդական աշխատողի խաչի զբաղվելու է երիտասարդության հարցերով։ Այս լոֆտն է ԿԳՄՍ-ի ինքից հետե է, որը իրականացնում է երիտասարդական լոֆտերի բացումով։ Այս ոչ առաջինն է, ոչ էլ վերջինն է։ Եվանոմենտալ գործում է։ Ես դուրս մասին գիտեմ, թե աշխատող երեխեքին այս ամեն ինչը ավելի համակարգված է, որ ամեն ինչ հետո այսինքն տեսեք կոնկրետ օրինակ եմ ակնարկում, որ հետո եկել է բացել է, գնացել է ոչ մեկ դեպք իրական չի։ Ուտենց մի քանի հատ ունենք, ես չասեմ մի քանի հատ այս մենք մի համայնքում ունենք, որ բացել են գնացել են երեխեքի հավաքում են միտել լավնա, միտել վարդնա, միտել մի քիչ նորմալ, միտել աննորմալ։ Այս ամեն ինչ ավելի sense համակարգված դարձնելու համար պիտի sense լոֆտով գնա, որպեսզի ինքը կառավարության ԿԳՄՍ-ի հետ է կապում է, որովհետև մեր ԿԳՄՍ-ն ինքը երիտասարդության մասով աշխատանքներ կանում նախարարություն։ Այսի օրենքի մյուս տրամաբանական շարունակությունը։ Հիմա եթե պատասխանատու եք մանդալի առաջ պատասխանատուն ԿԳՄՍ-ն է, հաջորդ պատասխանատուն համայնքը երևի է երիտասարդական աշխատողով այս ուղղակի տրամաբանման եմ ասում։ Մնացածները արդեն ըստ շարունակություն։ Սա երրորդ համաձայնությունն է, նախարարություն եւ համայնքապետարան, ինչը մյուս տարվանից բոլոր համայնքների համար լինելու պարտադիր, ոչ բոլոր համայնքներին է աջակցում իրենք առաջարկում, որ դուք ունեցեք այս տարի այս կերպար։ Մենք այդ լավագույն համայնքներից ենք։ Ցավոք, ոչ նոյեմբերյանը նույնն է, մեր հանրային տարածք չկա։ Տեսեք, պահանջը նաև համայնքի, այսպես ասած, քաղաքում լինելն է։ Ես պահանջներ կային, որ լինի հանրային տարածք, լինի մայրաքաղաքում, այսպես ասած, համայնքի կենտրոնում, լինի այսքան քառակուսի մետր, ունենա երիտասարդական աշխատող, տեխնիկապես լինի հագեցած, ու նաև իրենք պարտադիր ծրագրեր ունեն, էլի, ասենք, ամեն հկի նման չի ոնց որ դիտում համարան ասում, այո, հենց բացի թողը չի վերահսկվող մի հատ կենտրոն։ Նախարարությանը Գրադարանի տարածքում չկա։ Այնտեղ չունենք, հա, Դրանք կոնկրետ չափորոշիչներ կա, որ ջանը պատասխանել է, այդ սարմանը Գիշերցել եք։ Մենք վերամուտ որ 2020 թվականից շուկան կառուցված է բոլորովին որևէ մի օր մի հայկյան իր նպատակը չի ծառայել ոչ մի անգամ չկայանում ստացել ունեն մեկ փորձել եք քայլեր արել եք երկուղային եք տարել փորձել եք բնակիչներին բացատրել առևտուրաններին ուղղորդել եք որ տեղափոխեցին ու հարցը դա չի թողեք քայլեր արել Համաձայն, բայց որ եթե մի մասնավոր 25 տարով Լավ, արգել է Դու չես էլ մտածում դրա մասին, իրանք խոշորացույցով հանում են ասում, սա ուզում են, եթե իրանք ուզում են գործուներից Յորյանեցան մանուկ ոչ մի դեր հանրային տարածք չկա, ոչ մի դեր շենքային չկա, այս եկել են հասել են շուկայի հետ։ Հիմա ես խնդրում եմ շարունակենք լիստը ու շատ երկարից հարցին համախոսում է դրա մասին։ Ես խնդրում ձեզ դրանք քվեարկության ովքեր են գով Լիզինգի թուղթը ժողովուրդ, գիտեք օրինակից ուղարկում է, գիտեք օրինակից Արտան նախորդ լիզինգի ես հարցով մյուս անգամ Ամեն շաբաթ Առաջարկում է ցալ համաձայնությունը նրան համայնքի բաղկատաշեն բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 1.59 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը
նպատակային նշանակությունը գյուղատնտեսական նշանակության, գործառնական նշանակություն առօրյա տրամադրել վարձակալությամբ։ Վարձակալությամբ տրամադրելով ընդհանուր մեկ ամբողջությունի հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի մեկնարկային տարեկան վարձավճար սահմանը 12,000 դրամ։ Ճիշտ է, բաղյատաժեն յուղա, բայց ինքը աշխարհագրորեն ավելի շատ դեպետավան է, դեպետավան դեչեն եկա, նախասյան արմանատին է, ցանկան մանդել հող էր ասողել, ես դեպետը վարձակալության ուզմանացին միշար։ Վիճերը խնդիր չկա, երկրով ազուր չկա։ Դերթուղանս են հարգել ավականի ուշկյանքով։ Դեն դերն աղթում են վայքին դինգերով կարգել։ Աղաման կրնան։ Արգելի ավականի առաջարկում է տալ համաձայնություն Նորմյան համայնքի ավական 2025 թվականի հունիսի 29-ի 204 որոշման մեջ 12,000 կիլո փոխարինել 20,000 կիլո և տալ համաձայնություն 0-9 2025 թվականին Տավուշի մարզ նոտարական տարածքի նոտար Դիանա Ամիրալյանի կողմից վավերացված համայնքային սեփականություն հանդիսացող նշված ծածկագրով հողամասի վարձակալության պայմանագրի 3-1 կետում փոխադարձ համաձայնությամբ կատարել փոփոխություն 12,000 հրը դրամը փոխարինել 20,000 հրը դրամը։ Որոշումների մեջ է մտնում ստորագրման կառույց։ Դրի պակայել նմանատիպ հողերի իրար հաջորդական նույնիսկ 12,000 անիշկա, բայց ինքը իր կայացնային ձեր եկամուտի հաշվարկով ավելի փոքր է ստացվել, քան թե պետք է լիներ։ Վարձակալողի հետ համաձայնությունը քննարկված է փոխադարձ համաձայնությամբ նոտարական վավերացումով պետք է փոխվի 12,000 դրամ տարեկան վարձավճարը փոխարինի 20,000։ Եթե հարցեր չկան, հարգելի ավականի գնանք և վերջանոց կերակով Առաջարկում է տալ համաձայնություն Նորմյան համայնքի արտիստ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,38 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը նպատակային նշանակությունը գյուղատնտեսական, գործառնական նշանակություն առօրյա տրամադրել վարձակալությամբ։ Վարձակալությամբ տրամադրելով 0,38 հեկտար մակերեսով հողամասի տարեկան վարձավճար սահմանը 5,000 դրամ։ Եթե հարցեր չունենք, հարգելի ավականությունները, դրանք քրեատիվության ոլքեր եկող դեմ ձեռնպահություն Սրանից երեք օրինակ հատկնել Երկ օրինակ էլ ես Առաջարկում ենք տալ համաձայնություն Նորմյան համայնքի արտիստ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 4,31 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության Կավաս այն աչուսազար եկավ չէ, արժեքն է 4,31 հեկտար մակերեսով հողամասը առօրյա գյուղատնտեսական տրամադրել վարձակալությամբ 4,31 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի մեկնարկային տարեկան վարձավճար սահմանել 50,000 դրամ։
համայնքի է սա։ Արուտավայրը մի քիչ բարդ դիզի, բայց թե Ես էլ եմ չկար։ Այգեն, հիմնական նպատակներն ու նպատակային Առաջարկում ենք տալ համաձայնություն Նորբերան համայնքի Արջիս բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.28 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը, նպատակային նշանակությունը գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը վարելով տրամադրել վարձակալությամբ տրամադրելով 0.28 հեկտար մակերեսով վարելահողի տարեկան վարձավճար սահմանը 10,000 դրամ։ Նախկին ֆադի ծրագրով որ այգիները հիմնված է, վերջին իսլամական նիստերին մարդիկ պայմանագիրը լավացել է, ուզում են Հարցերն են թարգելարով։ Հարցերն են խնդրում են խոդարկության ովքեր են կողմում։ Դեմ ձեռնապահում են Արգելի ավականի առաջարկում ենք տալ առաջարկում ենք հաստատել Նորբերան համայնքը ներառող Կոթի բնակավայր միկրոռեգիոնալ մակարդակի 11 համակցված տարածական պլանավորման դասկարգի նշված է 0.03 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի գործառնական նշանակությունը բնակվելի կառուցապատման հողերից փոխել նպատակային նշանակությունը էներգետիկայի կապի կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակությունը էներգետիկայի հողերի Առաջարկում ենք հաստատել հետևյալ փոփոխություն ինքը նպատակային նշանակության փոփոխության պատկերացնել ուղարկել գերատեսչական հանձնաժողովին դրական եզրակացություն են ստացել ներառյալ ավականու Իլայնի համար նմանատիպ ունեն և հաղթանակում է սակարդալը և կողմում և կոթիում ես կողմում Եթե հարցեր չկա, խնդրում եմ խանգելի ավականք ունենք իրականության ովքեր են կողմ և ձեռնապահում են նվագարկում 10 երկար Առաջարկում ենք հաստատել Նորբերան համայնքը ներառող հաղթանակ բնակավայր միկրոռեգիոնալ մակարդակի 15 համակցված տարածական պլանավորման 0.0045 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական գործառնական նշանակությունը արոտավայրերից փոխել նշանակությունը էներգետիկայի կապի կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակությունը էներգետիկայի հողերի Նույնևի դիզայնի այլ հաղթանակում Ապրենից 49 դրան եկավ Այդտեղ իրանք կայանել դեր նախատեսում իր այդ որ կառույց է կա բացի անտենան, ստեղ ուղղակի անտենան Արնում են, նաև հողի հայր կճարում են, եթե արնում են, եթե վարձակալում են, Այս պահին ուղղակի փոխում ենք նպատակային, իրանք դիներ են արմենուց հետո էլ ես բնակավայրին Վասիլ Կոթին այս պահին դեր որպես սահմանաներ կա ազատված այս սահմանակում հողի հայր կոնտրոլության բոլոր սեփականատերերը վճարել են Եթե հարցեր կապիտալ կառույց են կառուցում վարձակալով ովքեր են կողմ հարգելի ավական դեմ ձեռնոցների Առաջարկում ենք հաստատել
նոյեմբերյան համայնքը ներառող կողմ բնակավայրից ինքնուրույնման մակարդակի տավուշին կամակցված տարածական պլանավորման 0.26 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական գործառնական նշանակությունը բարելավողերից, փոխել նպատակային նշանակությունը բնակավայրերի գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման։ Սա բանի, թավանի հիմնարկին կանդարի վերևը, որ այս պահին էլ օգտագործում են վերև, դվածման կետի հենց վերևը, հատվոյան Արայգի տղեն։ Արայգի տղեն հարանը։ Իրանք շատ շուտվանից այս տարածքը օգտագործում են եսին ինչ ունին, ուղղակի նպատակային նշանակությունը չի համապատասխանելուց իրանք բազմաթիվ անգամ դիմել են, փորձել են, չեն կարողացել կոփել, հատը դեպսակին ուղղալավի Եթե հարցեր չկա, խնդրեմ դնենք քրեատվության ոգերիկո Առաջարկում ենք հաստատել նոյեմբերյան համայնքը ներառող կողմ բնակավայր միկրոռեգիոնալ մակարդակի տավուշին կամակցված տարածական պլանավորման 0.05 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական գործառնական նշանակությունը բարելավողերից փոխվելու նպատակային նշանակությունը բնակավայրերի գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման։ Ինքը սեփական հողա համայնքային չի Վարդան Ալեքսանյան Սիմոնովը, Արմինե Ալեքսանյան սեփականատերերն են, մարդիկ իրենց սեփական գյուղատնտեսական նշանակության հողը ցանկացել են փոխել բնակելի կառուցապատման դարձնել Եթե հարցեր չկա գերավականից, ընտրեն դնենք գերավության ոգերիկով Sen canlı var mı? Evet, bunlar misafir sorun. Tasvir ediyor tartışmanı. Առաջարկում են տալ համաձայնություն նոյեմբերյան համայնքի քաղաք նոյեմբերյան գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.16 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը Արուտավայր դրամադրել վարձակալության տրվող 0.16 հեկտար մակերեսով Արուտավայրի տարեկան վարձակալության սահմանը 5000 գրամ վարձակալության ժամկետը սահմանը 24 տարի Եթե հարցեր չկա հարգելի ավականի, խնդրեմ դնենք գերավության ոգերիկով Them